Մեզ մոտ վտարի հետևանքով դիմել է 4 պացիենտ, շտաբօգնության մեքենայով են տեղափոխվել, մեկը կլինիկական մահ, կանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, կենսաբանական մահ վերջնական ախտորոշմամբ, 3-ը տուժածները կատարվել է բոլոր հետազոտությունները, կսկավանդակի կաթ է, որովայնի սոնոգրաֆիա, հետազոտման պացիենտներից 2-ը կայուն են պրակտիկ խնդիրներ չունեն սպային, վնասվածքներ չկան, մեկի ականջախեցու կտրած վերք է, որը առաջնային մշակվել կարվել է, մյուս պացիենտի մոտ կա ողնաշարի կսկային հատվածի 5 և 8 ողերի եզրերի կոտրվածք, մյուս պացիենտը խնդիրներ չունի տրավմատիկ։ Մեկը հոսպիտալացվում է ստացիոնար բաժանմունք, 2-ը ամբուլատոր են հետազոտվել, գնում են տուն։ Հայտնաբերել ենք ուրեմն անդրակի ձախանրագի կոտրվածք, կրծքոսկրի կոտրվածք, աջ կողմից կողերի կոտրվածք եւ թոքի սալջարդ։ Այո, բավական արդարացած տրավմաներ կային, չնայած գանգուղեղային տրավմա մեկ չենք հայտնաբերել, պարանոցային ողները ամբողջական էին, երեխան որ սկզբից որ ընդունելու ժամանակ արդեն խոսակցական չկար, ռեակցիաները շատ թույլ էին, բայց կարճ ժամանակից հետո երբ կատարվեց արդեն ցավազրկում եւ անհրաժեշտ միջոցառումներ ճնշումը բարձրացնելու նպատակով, հակաշոկային միջոցներ կատարվեցին, սկսեց խոսել։ Գիտակցությունը բարձր էր, պատասխանում էր հարցերին adekvat, բայց նա ուներ ռետրոգրադ ամնեզիա, այսինքն հետադարձ ամնեզիա, չգիտեր իր այդ ինչ է կատարվել։ Հիմա վիճակը մենք գնահատել ենք ծանր